Բելարուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն նախազգուշացրել է Ուկրաինայի իր գործընկեր Վոլոդիմիր Զելենսկուն, որ իրեն կարող են հեռացնել պաշտոնից։ Այս մասին նա հայտարարել է խորհրդակցության ժամանակ։ Այսպես են ամենաբանել Ուկրաինայում կոռուպցիոն սկանդալը, որը սկսեց զարգանալ Ուկրաինայի ազգային հակակոռուպցիոն բյուրոյի կողմից Զելենսկուն մոտ մարդկանց գաղտնալսելու ձայնագրությունների հրապարակումից հետո։ Լուկաշենկոն հայտարարել է, որ այս սկանդալը Կիևում իշխանությունն ավելի խոցելի է դարձրել Եվրամիության երկրների եւ ԱՄՆ-ի առջև։ Գլխավորն այն է, որ հիմա սկսում են քաշել արտասահմանից, օվկիանոսից այն կողմ գտնվող նրանց պարաններից։ Նրանք կառավարում էին, իսկ հիմա առավել ևս ազատվում, բայց քեզ էլ կհեռացնեն, ասել է Բելարուսի նախագահը։ Ռուսաստանը ցանկացած պահի բաց է Ուկրաինայի հարցով կարգավորման համար, այս մասին հայտնել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը։ Ցանկացած ժամանակ լավագույնն է խաղաղ կարգավորման համար, խաղաղ, քաղաքական դիվանագիտական միջոցներով կարգավորման համար, եւ Ռուսաստանը շարունակում է բաց մնալ այդ կարգավորման համար, հայտարարել է Պեսկովը։ Ուկրաինայի առաջնորդ Վոլոդիմիր Զելենսկու կինը Ելենա ներգրավված էր Զելենսկուն մոտ կանգնած գործարար Թիմուր Մինդիչի կողմից կազմակերպված կոռուպցիոն սխեմայի մեջ։ Այս մասին հայտնել է ուկրաինացի բլոգեր Անատոլի Շարին։ Նրա խոսքով սխեմայի մասնակից է եղել պետության ղեկավարի կնոջ մտերիմ ընկերուհին Սվետլանա Չեռնիշովան, նախկին փոխվարչապետ եւ Զելենսկու կնքահայր Ալեքսեյ Չեռնիշովի կինը։ Ինչպես նշել է բլոգերը, կանայք շատ մտերիմ հարաբերությունների մեջ են եւ վերջինս չէր կարող տեղյակ չլինել Մինդիչի գործի ընկերուհու ներգրավվածության մասին։ Նա նշել է, որ Չեռնիշովան գործին մասնակցել է պրոֆեսոր անվան տակ եւ պատասխանատու է եղել Կիևի մերձակայքում 4 առանձնատների կառուցման համար, նախագահին շրջապատելու նպատակով։ Մասնավորապես, ինչպես հայտարարել է Շարինը, ինքը $500,000 է ստացել, որպիսի հետո այն հանձնի իր կնոջը։ Միևնույն ժամանակ կինը բանասիրական գիտությունների դոկտոր է եւ աշխատում է Կիևի ազգային համալսարանում։ Ուկրաինայում խաղաղությունը չպետք է ձեռք բերվի Կիևի կապիտուլյացիայի միջոցով եւ չի կարող կասկածի տակ դրվել ապագա ագրեսիան։ Նման հայտարարությամբ հանդես է եկել Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն, ԱՄՆ-ի 28 կետից բաղկացած պլանի մասին տեղեկատվության հրապարակման ֆոնին, որը ներառում է Ուկրաինայի տարածքային զիջումները եւ մի շարք սպառազինություններից հրաժարվելը, փոխանցել է Le Monde-ը։ Մենք տեսնում ենք, որ այսօր հենց Վլադիմիր Պուտինի Ռուսաստանն է խոչընդոտում խաղաղության ճանապարհին։ Խաղաղության սկզբունքը պետք է սկսվի շփման գծում հրադադարից, ինչը թույլ կտա բանակցություններ սկսել տարածքների եւ անվտանգության երաշխիքների հարցի շուրջ, ընդգծել է Բարոն։ Ֆրանսիացի նախարարի կարծիքով, ուկրաինացիները, որոնք արդեն ավելի քան 3 տարի հերոսաբար դիմադրում են ոչնչով չզսպված ռուսական ագրեսիային, նույնպես համաձայն չեն կապիտուլյացիայի ցանկացած ձևի։ Ուկրաինայում բռնկված կոռուպցիոն սկանդալը կարող է հանգեցնել Կիևին արևմուտքի օգնության թուլացմանը, արագացնելով Ռուսաստանի հաղթանակը հակամարտությունում։ Այս մասին հայտնել է բրիտանական The Economist ամսագիրը։ Ըստ ամսագրի, Ուկրաինայի առաջնորդ Վոլոդիմիր Զելենսկու դիրքերը ակնհայտորեն խաթարվել են կոռուպցիայի պատճառով։ Նրա աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը այժմ գտնվում է հսկայական ճնշման տակ եւ կարող է զոհաբերվել, նշվում է հոդվածում։ Ավելին, The Economist-ը նշում է, որ կա իրական վտանգ, որ Կիևին արևմուտքի օգնությունը կթունավորվի կոռուպցիոն սկանդալով։ Եթե արևմուտքի աջակցությունը թուլանա, միակ հաղթողը կլինի Պուտինը, նա մոտ կլինի Ուկրաինայի ջախջախմանը, նշվել է հրատարակության մեջ։